Ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ հանդիպում Կարսում գործարարներն ու պաշտոնյաները հայտնել են հայ-թուրքական մի շարք հնարավորությունների մասին։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների դատավճիռները վերաքննիչ դատարանում են։ Ադրբեջանը սակայն թաքցնում է վճիռները, ոչ ոք հնարավորություն չունի ծանոթանալու դրանց։ Բաքուն ակնհայտ խախտում է արդար դատաքննության իրավունքը։ Իրավապահները երբեմն չարաշահում են իրենց լիազորությունները ավտոմեքենաների զննությունները վերածելով խուզարկության առանց հիմքերի կամ դատարանի որոշման։ Մասնագետների վերլուծությունը։ Արհեստական բանականությունը սեպտեմբերից կմտնի դպրոցներ ու բուհեր։ Հեղինակները պնդում են, որ սա կնպաստի կրթության որակի բարձրացմանը։ Մասնագետները բացասական էֆեկտի մասին են ահազանգում։ Շինհրապարակներում մահվան ելքով դժբախտ պատահարները շարունակվում են։ Աշխատակցի անվտանգության կանոնների չպահպանումը ըստ մասնագետների արդարացում չէ, մեղքի բաժին ունի նաև գործատուն։ Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 1 միլիոն եվրոյի չափով չհայտարարագրված կանխիկ գումար։ Եվ Նուբարաշենք հրեակատարողականում շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Շուտափույթ լուծում է պահանջվում օմբուդսմենի արձանագրումը։ Սկսում ենք ժամի գլխավոր թողարկումը, ես Ստեփան Համբարձումյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես Թուրքիան չտեսնված հետաքրքրություն ու ակտիվություն է ցուցաբերում Հայաստանի ներքաղաքական ու նախընտրական կյանքի նկատմամբ։ Ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ պատմական Կարսում հանդիպել են գործարարներ ու Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցներ, հայտնել հայ-թուրքական մի շարք հնարավորությունների մասին։ Վերլուծաբանները նկատում են, որ այս ակտիվությունն ամենևին էլ պատահական չէ եւ դրա հետևում իրականում թուրքական իշխանությունների ականջներն են։ Անկախ Հայաստանի պատմության մեջ Թուրքիան այնքան մեծ հետաքրքրություն չի ունեցել եւ ակտիվ ներգրաված չի եղել Հայաստանի ներքաղաքական եւ նախընտրական փուլում, որքան հիմա։ Թուրքագետ հայ վերլուծաբաններն էին կանխատեսել, որ Թուրքիայի հետաքրքրվածությունը Հայաստանի նախընտրական պրոցեսներով չի սահմանափակվելու միայն արտգործնախարար Հաքամ Ֆիդանի կամ պաշտոնաթող դեսպանների հայտարարություններով։ Աջակցության այլ քայլեր էլ ըստ վերլուծաբանների կլինեն։ Դրանցից մեկը մի քանի օր առաջ Կարս ախալքալակ երկաթգծին հասանելիության մասին հայտարարություն Հայաստանում խորհրդարանական ընտրությունների շեմին Կարսում հայ եւ թուրք գործարարների հանդիպումը, Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը։ Եթե համադրենք Ռուսաստանի հետ, Հայաստանի ակնհայտ տնտեսական բնույթի խնդիրների հետ, կարող ենք համարել, որ անուղղակի մեսիջ է, որ Ռուսաստանի պատժամիջոցների խստացման պարագայում Թուրքիան կարող է դառնալ այլընտրանք եւ տրանսպորտային եւ առևտրական եւ այլն։ Սա դիվանագիտական լեզվով կարելի է բնութագրել որպես Թուրքիայի իշխանությունների բացահայտ աջակցություն Հայաստանի գործող իշխանություններին, ինչը նրանք չեն էլ թաքցնում։ Եվ ահա խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ հայ գործարարների ու Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցների մակարդակով հանդիպում պատմական Կարսում։ Թուրք պաշտոնյաները ցնծության մեջ են։ Չէին էլ պատկերացնի, որ 2026-ը իրենց համար կդառնար թուրքական դիվանագիտությունը հանուն իրենց շահերի Հայաստանի դեմ կիրառվող գործիք։ Հունվարի 1-ից պարզեցրել ենք պաշտոնական անձնագրեր ունեցող քաղաքացիների վիզայի ընթացակարգերը։ Անցած ապրիլին Կարսում անցկացրել ենք Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման համար ստեղծված համատեղ աշխատանքային խմբի նիստը եւ այցելել շինհրապարակներ։ Ստորագրել ենք մեր ընդհանուր ժառանգության մաս կազմող ԱՆԻ պատմական կամրջի վերականգնման համաձայնագրերը։ Հայաստանի եւ Թուրքիայի կարգավորման գործընթացի շրջանակներում մեր երկրները քննարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման գործընթացը, որն անշուշտ նպաստելու է մեր երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ըստ հայ-թուրքագետ վերլուծաբանների, թուրք գործարարների ակտիվությունը Հայաստանի հանդեպ ոչ թե ինքնաբուխ է, այլ թելադրված այդ երկրի իշխանությունների կողմից։ Թուրքիան կարող է իրեն շռայլություն թույլ տալ մի քանի ամիս կամ ինչ-որ մի ժամանակահատված իր գործարարների միջոցով Հայաստանի հանդեպ տնտեսական ռևերանսներ անել։ Այն ըստ քաղաքագետների կարող է նախ հասարակության մեջ փոխել Թուրքիայի ստերեոտիպը եւ գործող իշխանություններին թույլ տալ հայտարարել, թե իրենք ճկուն դիվանագիտության շնորհիվ գտել են նոր առևտրային ուղիներ, շուկաներ։ Այդ ամենը սակայն ըստ վերլուծաբանների նման է թակարդում տեղաշարժին։ Հակառակում տեղաշարժի նահատակները շատ չեն, այնպես որ թուրքական տնտեսական աջակցությունը ունի զուտ ժամանակավոր մարտավարական բնույթ եւ այդ մի քանի տասնյակ միլիոն կամ հարյուրավոր միլիոնավոր դոլարների, այսպես ասած, խոստումները եւ այլն Թուրքիայի համար շատ փոքր եւ լուծելի խնդիր է Հայաստանի եւ տարածաշրջանի հանդեպ իր քաղաքական շահերը սպասարկելու համար։
Հետևելով քաղաքական պրագմատիզմի դրույթներին, ուղղակի անտրամաբանական կլիներ, որ Թուրքիան չօգտվեր այն քաղաքական շանսից, կարելի ասել քաղաքական ոսկե ձկնիկից, որն ի հայտ է եկել իր համար այս իրավիճակում։ Ըստ քաղաքագիտական համայնքի, սակայն Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում երևույթն անսովոր է, քանի որ Թուրքիան եղել եւ մնում է Հայաստանի համար թշնամական պետություն, իսկ թշնամական պետության աջակցությունը մեր երկրին պարզապես չի կարող մեծ հարցականներ չառաջացնել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների կեղծ դատավճիռները վերաքննիչ դատարանում են, թեև այդ շարունակվող ֆարսի առաջին նիստը նախատեսված է հուլիսի 2-ին, սակայն Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտի ցեղածիր ուղերձում տեղեկացրել է, որ մինչև այս պահը որևէ մեկն այդ դատավճիռները չի ստացել։ Վերլուծաբաններն ընդգծում են, որ վճիռը չտրամադրելը արդար դատաքննության ու բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է նշանակում։ Հաշվեհարդարի դատավարություն Արցախի խորհրդարանի նախկին նախագահը Բաքվի բանտից այսպես է մեկնաբանում այն դատական գործընթացը, որով անցնում են ադրբեջանական զնդաններում ապօրինաբար պահվող հայերը 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում վճիռներով։ Դրանք ի դեպ արդեն վերաքննիչ ատյանում են։ Այստեղ էլ օրերս նախնական նիստ են հրավիրել քննության առել հայ գերիների բողոքները։ Միայն թե մինչև օրս նրանք չգիտեն ինչի համար են դատվել, վճիռները չկան։ Մինչև հիմա ոչ պաշտպանական կողմը, ոչ մեղադրող կողմը ընդհանրապես չեն ստացել այդ դատավճիռը, դատավճիռի ամբողջական տեքստը, ստացել են միայն քաղվածքը։ Իշխանյանը վերաքննիչի նախնական նիստում դարձյալ միջնորդել է, որ պաշտպանական խումբը հնարավորություն ունենա ծանոթանալ ամբողջական դատավճռին, սակայն Ալիևի դատարանը հերթական անգամ գլուխը ձախից աջ է տարել, մերժելով այն։ Վճռի առկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձև են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում, անում են, բայց ըստ էության բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Երևանում մինչև օրս նույնիսկ չգիտեն Բաքվի վերաքննիչը որ գործերով է բողոք ընդունել։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դիմումներն օրինակ անհետացել են, չկան։ Այս մասին էլ նա էր օրերս հայտնել ընտանիքի հետ զրույցում։ Հերթական անգամ տեսնում ենք, որ տարական անգամ երաշխիքներ չեն ապահովում, որպեսզի գոնե թեկուզ եւ արհեստական կամ արդար դատաքննության չապահովող դատավարության շրջանակներում ամբաստանյանները կարողանան իրենց իրավունքը իրացնել։ Բաքվից Դավիթ Իշխանյանը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմելուց բացի իր դատավճռի հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակներն ընտանիքին փոխանցելու խնդրանքը հասցրել է նաև Ադրբեջանի օմբուդսմենին։ Նաև խոստացավ, որ մի բան կանի, որպեսզի ադրբեջաներեն տարբերակի իմ ընտանիքին, իմ հարազատներին հասնի, բայց ոչ Հայաստանի պաշտպանից մարդու իրավունքների, ոչ Ադրբեջանի որևէ նորություն, որևէ տեղեկատվություն չկա։ Ցավոք սրտի Հայաստանի մարդու պաշտպանը որևէ լծակ չունի դա երաշխավորելով։ Կարող է իհարկե փորձել միջնորդել, բայց ըստ էության սա էլ է խախտման ցուցիչ այն իմաստով, որ դու չպետք է երրորդ կողմի ներգրավմամբ ստանաս այն, ինչը օրենքով նախատեսված է, որ քեզ պետք է տրամադրեն, այն էլ ոչ միայն տրամադրեն, այլ տրամադրեն այն լեզվով, որը դու հասկանում ես։ Հայերի բողոքներով առաջին դատական նիստը վերաքննիչում նշանակել են հուլիսի 2-ին, մինչև այդ նրանք ու նրանց հարազատները կշարունակեն փնտրել գլխավոր հարցի պատասխանը, ինչի համար են մերոնք ճաղերի հետևում հայտնվել։ Էդվարդ Պողոսյան, Ժամ լրատվական։ Հիմա կարճատև դադար է, մնացեք մեզ հետ։ Իրավապահները երբեմն չարաշահում են իրենց լիազորությունները, ավտոմեքենաների զննությունները վերածելով խուզարկության, առանց հիմքերի կամ դատարանի որոշման, մասնագետների վերլուծությունը։ Արհեստական բանականությունը սեպտեմբերից կմտնի դպրոցներ ու բուհեր։ Հեղինակները պնդում են, որ սա կնպաստի կրթության որակի բարձրացմանը, մասնագետները բացասական էֆեկտի մասին են ահազանգում։ Ժամի գլխավոր թողարկումն է, շարունակենք։ Ոստիկանությունը շատ հաճախ, հատկապես մայրաքաղաք մտնող ճանապարհներին ռեյդեր է կազմակերպում ու ստուգում մեքենաները, բայց այստեղ ըստ մասնագետների մեթոդաբանության հետ կապված խնդիրներ կան։ Ոստիկանները երբեմն մեքենաների զննում անվան տակ խուզարկություն են իրականացնում, ինչի համար սակայն անհրաժեշտ է դատարանի թույլտվություն։ Ժամի անդրադարձը։
Իրավապահները պարբերաբար ներկայացնում են վիճակագրություն, ըստ որի տարբեր տեսակի հանցավորության մասնակիցների հայտնաբերման հաջողություններ են ֆիքսվում։ Խոսքը հատկապես զենք զինամթերքի կամ թմրանյութերի հայտնաբերման եւ շրջանառությունից դուրս բերման մասին է։ Այս գործում հատկապես կարևորվում է պարեկային ծառայության աշխատանքը։ Մյուս կողմից, սակայն, քիչ չեն նաեւ դժգոհությունները։ 2026 թվականի փետրվարին, երբ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակեց սոցիալական հարցման արդյունքները, ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է, հասնելով 61%-ի։ Սա պարտավորեցնող գնահատական է եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս ցուցանիշը պահպանվի։ Պարեկային ծառայողներ, վարորդներ, հաղորդակցության մասով, պարոն Նազարյան, աշխատանքի տեղ դեռ ունենք, ես որևէ ձևով սա չեմ հերքում։ Իսկ ինչ խնդիրներ կան ոստիկանության կողմից հանցագործության գործիքների կամ տարբեր կասկածյալների հայտնաբերման առնչությամբ։ Խնդիրը մեթոդաբանությունն է, երբ ոստիկանությունը, հատկապես քաղաք մտնող ճանապարհներին, այսպես ասած, ռեյդեր է կազմակերպում եւ ստուգում քաղաք մուտք ու ելք անող մեքենաները։ Ոստիկանությունը իրավասու է կանգնեցնել տրանսպորտային միջոցները, բայց միայն այն դեպքում, երբ բավարար կասկած կա ենթադրելու, որ տվյալ տրանսպորտային միջոցներով տեղափոխվում են ապօրինի բեռներ, անցավոր ճանապարհով ձեռք բերված գույք։ Հետևելով ոստիկանության գործելակերպին, սակայն կարելի է ենթադրել, որ անցնող դալցող մեքենաների մեծամասնության վերաբերյալ իրավապահները ունեն համապատասխան կասկածներ, եւ դա է պատճառը, որ ակտիվ ստուգում են դրանք։ Ես ինքս ականատես եմ եղել Երևան-Սևան մայրուղին ամբողջությամբ փակվել էր եւ ոստիկանները յուրաքանչյուր մեքենա ստուգում էին, հետեւաբար չի կարող լինել այդպես, որ բոլոր մեքենաների մասով լինի հիմնավոր կասկած, որ դրանցում կան հանցագործության գործիքներ, առարկաներ, հետքեր գրող իրեր կամ հետախուզվող անձին։ Լավ, ասենք մեքենաները կանգնեցին։ Այլ հարց է, թե ինչ է կատարվում հետո։ Իսկ հետո իրականացվում է իբր զննում։ Նշում ենք իբր, քանի որ շատ դեպքերում իրավականորեն դա զննում չէ, խուզարկություն է, որի համար պետք է դատարանի թույլտվություն լինի։ Այսինքն զննման համար բավարար է ոստիկանի կասկածը, խուզարկության համար արդեն անհրաժեշտ է սանկցիա։ Մտնում են մեքենայի սրահ, մեքենայի սրահի պահախցիկն են նույնիսկ պահանջում բացել, այդ պահախցիկի անձնական իրերն են պահանջում բացել, պայուսակներն են պահանջում բացել, բեռնախցիկում են սկսում փնտրողական գործողություններ իրականացնել։ Այսինքն շատ դեպքերում վերահացվում թաքնված խուզարկության։ Վարորդների մի մասն իհարկե հասկանում է այս իրավական խնդիրը, բայց նախընտրում է առանց կոնֆլիկտի հեռանալ իրավապահներից։ Իսկ որն է գլոբալ խնդիրը։ Իրավական ամենաթողությունը, երբ հենց իրավապահներն են թույլ տալիս անթույլատրելին։ Էական չէ, թե ինչ պատճառաբանությամբ, որպես արդյունք ոստիկանության վարկանիշն է տուժում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Հայ ազգային կոնգրես կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական կետը դեպի Իրան երկաթգծի կառուցումն է։ Այն ըստ կուսակցության պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի պետք է անցնի Գագարինից, Սյունիքով, Մեղրիով ու Ագարակով։ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է առաջ տանի, պահպանելով երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Մենք որպես Հայաստանի անկախությունը բերած ուժ Հայ ազգային կոնգրեսը մշտապես մնացել է անկախական դիրքերի, մենք ոչ ցանկանում ենք լինել արևմտամետ, ոչ ռուսամետ, մենք կարծում ենք, որ Հայաստանը երկու դեպքում էլ մեծ խնդիրներ է ստեղծում իր գլխին, մենք պետք է տանենք այն քաղաքականությունը, որը նշանակում է պահպանել Հայաստանի անկախությունը։ Այսօր Կոմիտասի Պողոտայի Մերգելյան ինստիտուտի հարակից տարածքից մեկնարկել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի փոփոխության քայլեր դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ այս րոպեներին հանրահավաքն է։ Դաշինքից հայտարարում են, որ միասնականություն է պետք եւ որ միասին հնարավոր կլինի կերտել բարեկեցիկ ապագա։ Նշում են նաեւ, որ եկել է մեր երկրում իրական փոփոխություններ բերելու ժամանակը։ Կոչ են արել գնալ ընտրատեղամասեր եւ այո ասել այդ փոփոխություններին։ Մեր ժողովուրդը արժանի է ավելին։ Հայաստանը այլևս չի սպասելու, Հայաստանի իշխանությունները այլևս չեն սպասելու նրան, թե ինչ են իրեն թելադրում Ադրբեջանից։ Հայաստանի նոր իշխանությունները բերելու են արժանապատիվ, ուժեղ խաղաղություն, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ բանակով եւ ուժեղ եւ բարեկեցիկ ապագայով։ Հունիսի 7-ին գնացեք ընտրության, ձեր ծնողների,
ձեր տատիկների, պապիկների, քույրերի, եղբայրների հետ մի մնացեք տանը։ Հայաստանը պետք է կատարի ճակատագրական ընտրություն եւ պետք է ընտրի փոփոխություն։ Փոփոխություն հնարավոր է միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը խոստանում է ուշադրության կենտրոնում պահել երիտասարդ ընտանիքների խնդիրները։ Քաղաքական ուժի առաջնորդ Էդմոն Մարուկյանն այս մասին հայտարարել է խորհրդանշական վայրում, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող ընտանիքի այգում։ Լուսավոր Հայաստանն ընտրապայքարում է պաշտպանիր ինքնությունդ կարգախոսով եւ այս ուղերձի ներքո կուսակցությունը տեսնում է նաեւ հայ մարդու ընտանիքը։ Մենք պաշտպանիր ինքնությունդ կարգախոսի մեջ բնականաբար տեսնում ենք ընտանիքը, հայ մարդու ընտանիքը եւ թե ինչպես ենք պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները, որ մարդիկ կարողանան Հայաստանում ապագա կապել, կառուցել այդ ապագան, նոր ընտանիքներ ձևավորվեն եւ պետությունը զարգանա, որովհետեւ պնդում եմ, որ ընտանիքը պետության բջիջն է։ Դեպի Ռուսաստան հայ տնտեսվարողների գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ ըստ Հայաստան դաշինքի կարելի է լուծել մեկ շաբաթում։ Այստեղ դեմ չեն նաև Եվրամիության հետ հարաբերություններին, սակայն համարում են, որ այն պետք է չզարգանա դաշնության հետ թշնամության հաշվին։ Հայաստան դաշինքը հայտարարում է, որ դեպի Ռուսաստան հայ տնտեսվարողների գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդիրները կարելի է լուծել մեկ շաբաթում։ Ռուսաստանի ասած ուղղակի հետևյալն է։ Ասում են, որ իրենք պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն։ Դաշինքը դեմ չէ Եվրամիության հետ հարաբերություններին, սակայն այն պետք է չզարգանա Ռուսաստանի հետ թշնամության հաշվին կամ դրա շնորհիվ։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները չպետք է նշանակի Ռուսաստանի հետ թշնամանալը։ Հասկանու՞մ, մեր խնդիրը սա է, ոչ թե կամ։ Մենք ասում ենք եւ։ Ռոբերտ Քոչարյանը սակայն լրատվամիջոցներին հայտնել է, որ առաջիկա 10 տարում Հայաստանը ոչինչ չի կարողանա արտահանել եվրոպական շուկա։ Շատ երկար, շատ դժվար ընթացակարգեր են։ Եվ եվրոպացի ֆերմերները ընդհանրապես չեն թողնում, որ որևէ մեկը այսպես մուտք գործի այդ շուկան։ Իսկ Հայաստանն ըստ Քոչարյանի այս բարդ իրավիճակում չունի բավարար ֆինանսական միջոցներ գյուղոլորտի արտանողների կորուստները փոխհատուցելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանդիպել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչների հետ խոսել գիտության ու ռազմարդյունաբերության կապի մասին։ Կուսակցության պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև սոցիալական ու առողջապահական ոլորտներում իրականացված աշխատանքներին։ Մայիսի 28-ին մենք ի ցույց դրեցինք մի շարք զինատեսակներ, որոնք արտադրված են Հայաստանում, եւ դա արվեց շնորհիվ նրա, որ մենք 2.8 անգամ ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը։ Այսօր Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում գիտության եւ ռազմարդյունաբերության կապի մասին է խոսել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ 18 տարեկանները գնում են բանակ, 6 ամիս վերապատրաստվում են, կախված իրանց ատեստավորման տոկոսից 300, 400, 500 հազար դրամ վարձատրություն են ստանում եւ մարտական հերթապահությունից դուրս գալիս են իրենց տանն են քնում։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը նաեւ խոսել է սոցիալական եւ առողջապահական ոլորտներում իրականացված աշխատանքի մասին։ Նա նշել է, որ շնորհիվ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հիմա մինչեւ 18 տարեկան երեխաների ծնողները եւ 65 տարեկանից բարձր մարդկանց զավակները չեն փնտրում ֆինանսական միջոցներ իրենց հարազատների առողջական խնդիրները լուծելու համար։ 7 անգամ մենք թոշակի թեմայի ենք անդրադարձել։ 2018 թվականին նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ, այսօր 46000 դրամը չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի հնարավորությունը։ Ընտրարշավի ընթացքում Փաշինյանը Գեղարքունիքի մարզում նաև ծանոթացել է բնակավայրերում իրականացված բարեկարգման աշխատանքներին եւ լսել քաղաքացիների առաջարկները դրանց վերաբերյալ։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Ռեֆորմիստների կուսակցությունը շարունակում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը Հայաստանով մեկ տարբեր համայնքներում։ Կուսակցության անդամները հայտարարել են, թե իշխանության գալու դեպքում տնտեսության մեջ մեծացնելու են պետության կարգավորիչ դերը, նպատակ ունենալով խթանել տնտեսական զարգացումն ու սոցիալական կայունությունը։
Ղեկավարում Պաղաշակ Հարությունյան, Պաշտպանության նախկին նախարար։ Լավ պաշտպանության նախարարն է, շատ լավ մարդ է։ ԲՀԿ-ի մարզային հանդիպումների վերջին հանգրվանը Արարատի մարզն է։ Գագիկ Ծառուկյանը Մասիսում հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների հիշատակին։ Մասիսցիներին ուղված խոսքում Գագիկ Ծառուկյանը հաստատել է, ոչ մի սպառնալիք իրեն քաղաքական պայքարից հետ չի պահի, հանուն հայրենիքի ու ժողովրդի պատրաստ է գնալ մինչև վերջ։ Այսօր հիմնական քանդել, ավիրել, բռնել, խլել, նստել։ Դե այդ երկրում որից է մեկը գա ներդրում կատարի, հարց եմ տալի։ Եթե մարդը գործանը գնել է որոշումով 25 տարի անցել է, 25 տարի աշխատել է, ներդրում արել, մարդիկ աշխատում են, ամսական 500 միլիոն դրամ հարկ է տալիս, ու նայում են, որ հակառակ ենք խոսում, ճիշտ ենք խոսում, ժողովուրդը ընդունում է, հավատում է, վստահում է, ո՞ց է կապում, արդեն ասում են բռնելու, խլել։ Շարունակենք թողարկումը, սեպտեմբերից ChatGPT-ն ու արհեստական բանականության հարթակներից ևս մեկը մուտք կգործեն դպրոցներ ու բուհեր։ Նախաձեռնության հեղինակները վստահեցրել են, որ այս նոր գործիքները կխթանեն կրթության որակը մեր երկրում։ Փորձագետները սակայն ահազանգում են, եթե գործընթացը սահմանափակվի միայն պատրաստի պատասխաններ ստանալով, ապա սովորողները կարող են կորցնել իրենց ինքնուրույն մտածելու և վերլուծելու կարողությունները։ Արհեստական բանականությունը աստիճանաբար դառնում է կրթական գործընթացի անբաժանելի մասը։ Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի դպրոցները եւ բուհերը հնարավորություն կունենան օգտվել ChatGPT Edu եւ Codex հարթակներից, ստանալով 50,000 կրթական բաժանորդագրություն։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, թե նոր գործիքները կնպաստեն կրթության որակի բարձրացմանը, սակայն մասնագետները զգուշացնում են, տեխնոլոգիական առաջընթացը պետք է ուղեկցվի պատասխանատու կիրառությամբ։ Մեր հասարակությունում ակադեմիական անհատնողությունը բարձր մակարդակի վրա է, այսինքն արտագրելը, գրագողությունը, դա դարձել են սովորական պրակտիկաներ, եւ հիմա այս գործիքները իհարկե ցավոք նպաստում են, որ այդ ամեն ինչը ավելի ուշ կնանա։ Փորձագետների դիտարկմամբ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կրթական միջավայրում առկա խնդիրներին։ Այս դեպքում խնդիրը ոչ թե տեխնոլոգիաների առկայությունն է, այլ դրանց օգտագործման մշակույթը։ Եթե կրթական գործընթացը սահմանափակվի պատրաստի պատասխաններ ստանալով, ապա սովորողների մոտ կարող է թուլանալ ինքնուրույն մտածելու եւ վերլուծելու կարողությունը, ահազանգում են մասնագետները։ Կրթությունը առաջին հերթին մարդ-մարդ հարաբերություն է, ոչ թե մարդ-տեխնոլոգիա։ Տեխնոլոգիան մարդ-մարդ հարաբերությունը պետք է զարգացնի։ Եթե չի զարգացնում, ինքը նույնիսկ կարող է վնաս տա։ Մյուս կողմից էլ նախաձեռնությունը փորձագետները գնահատում են որպես ժամանակի պահանջ եւ դրական են արձագանքում դրան, սակայն զուգահեռ ընդգծում են, որ հաջողության գրավականը կրթական համայնքի պատրաստվածությունն է։ Արդյոք մերոնք պատրաստ են դա պատշաճ մակարդակով օգտագործել։ Այստեղ խնդիր է առաջանալու, որովհետեւ մարդիկ արհեստական բանականության գործիքները օգտագործում են ինչպես որոնողական համակարգը։ Հարթակների ներդրմանը զուգահեռ մասնագետների խոսքով անհրաժեշտ են վերապատրաստումներ, փորձի փոխանակում եւ միասնական մոտեցումներ, որպեսզի թե ուսուցիչները, թե աշակերտները կարողանան արդյունավետ կիրառել նոր հնարավորությունները։ Պետք է խաղի կանոնները սահմանվեն բոլորի համար նույն ձևի, այսինքն այնպես չլինի, որ այն մարդիկ, որոնք դրանից օգտվեն, նրանք որոշակի առավելություն ստանան։ Սա եւս անթույլատրելի է։ Փորձագետները պատմում են դեպքի մասին, երբ հանձնարարված աշխատանքն ամբողջությամբ գրվել է արհեստական բանականությամբ, իսկ համակարգը նույնիսկ հորինել է ու ներկայացրել գոյություն չունեցող մտածածին աղբյուրներ։ Կրթության մեջ արհեստական բանականության ներդրումը ըստ մասնագետների կարող է բացել նոր հնարավորություններ, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պահպանել ուսուցչի առանցքային դերը, որպեսզի նոր գործիքները դառնան ոչ թե գիտելիքի փոխարինող, այլ դրա ձեռքբերման արդյունավետ օգնական։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հիմա եւս մեկ կարճատև դադար, մի փոխեք ալիքը։ Շինհրապարակներում մահվան ելքով դժբախտ պատահարները շարունակվում են, աշխատակցի անվտանգության կանոնների չպահպանումը ըստ մասնագետների արդարացում չէ, մեղքի բաժին ունի նաև գործատուն։ Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 1 միլիոն եվրոյի չափով չհայտարարագրված կանխիկ գումար։ Եվ Նուբարաշենք հրեակատարողականում շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, շուտափույթ լուծում է պահանջվում օմբուդսմենի արձանագրումը։ Մեծու աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելին քիչ ուշ։
Դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը, շարունակենք։ Շինհրապարակներում մահվան ելքով դժբախտ պատահարները շարունակվում են։ Մասնագետները նկատում են այդ տարածքներում տեղի ունեցող ցանկացած դժբախտ պատահարում մեղավորություն ունի նաև գործատուն եւ աշխատակցի անվտանգության կանոնների չպահպանումն արդարացում չէ։ Ժամի անդրադարձը։ Մասիսում շինարարական աշխատանքներ կատարելիս աշխատակիցը բետոնե ծածկի տակ է մնացել, զոհվել։ Ով է իրական մեղավորը։ Արդյոք պահպանվել են բոլոր աշխատանքային կանոնները եւ առհասարակ որտեղ է սկսվում ու ավարտվում անվտանգությունը շինարարական գոտում։ Աշխատանքային օրենսդրությունը հստակ նշում է, որ գործատուն է պարտավոր ապահովել առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ եւ միջավայր, սակայն տարեց տարի մենք ավելի շատ մահվան ելքով դժբախտ պատահարներ ենք ունենում շինարարության ոլորտում։ Ցանկացած դժբախտ պատահար շինհրապարակում մասնագետների պնդմամբ որոշակիորեն կապված է գործատուի մեղավորության հետ, քանի որ հենց իր վրա է դրված պարտավորությունը եւ ամենևին էլ արդարացում չէ, երբ աշխատակիցը պարզապես չի պահպանել անվտանգության կանոնները։ Այսինքն այդ տարբեր բաղադրիչներ են, որոնք ամեն մեկը իր տեղում պիտի ուղղվի, վերահսկվի, ճիշտ լիազորություններ տրվեն աշխատանքի տեսուչին, ճիշտ լիազորություն տրվի օրենքով, հնարավորություն տրվի նաև արհնության ներկայացուցչին։ Տեսչական մարմնից ժամին տեղեկացնում են, որ 2025-26 թվականներին գրանցվել է դժբախտ պատահարների մոտ 20 դեպք։ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթների կազմակերպությունում աշխատողների առողջության պահպանման անվտանգության ապահովման պարտականությունը դա գործատուին է։ Մասնավորապես շինարարական հրապարակներում պետք է շինարարություն իրականացնող կազմակերպությունը։ Պետական ստուգումների դեպքում փորձագետի պնդմամբ շինհրապարակում նախապես իմանում են սպասվող ստուգումների մասին, բայց այդ շին կազմակերպությունների աշխատակիցները հաճախ գրանցված չեն լինում արհմիություններում ու համապատասխան մասնագետները չեն կարողանում մուտք գործել շինհրապարակ ու իրականացնել վերահսկողություն։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահի կարծիքով էլ դժբախտ պատահարների հիմնական պատճառը անզգուշությունն է, որի պատասխանատվությունը կրում է կապալառու ընկերությունը։ Օրինակ, ամրակապումը բանվորական անձնակազմը բարության վրա աշխատանք կատարող ֆիզիկական անձը պետք է իրականացնել, պատշաճ չեն իրականացնում։ Մյուս դեպքում պայմանական արտահալվածքի հետ կապված ինչ-որ բան պատշաճ չեն իրականացնում, այսինքն անվտանգության միջոցառումները ինտեղ թեյանում են։ Ի վերջո շինարարության ոլորտում վերահսկողությունը այսօր լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Շատ ընկերություններ խախտում են աշխատակիցների պահանջները առանց պատշաճ ուսուցման ու ապահովման։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական ու ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, քրեակատարողականում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը։ Օրվա մյուս կարևոր թեմաները մեկ տեսաշարով։ Հայաստանի վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ներկայացրած բողոքները, բեկանելով ընտրական իրավունքի վերաբերյալ 3 դատական ակտ եւ կարճելով գործերի վարույթը։ Գերատեսչությունը հիշեցնում է, որ սոցիալական ցանցերում տարածվել էին պնդումներ, թե Արցախից տեղահանված անձինք կարող են ձեռք բերել ընտրական իրավունք առանց Հայաստանի քաղաքացիություն ստանալու։ Սակայն դատարանի որոշումներից հետո վերահաստատվել է, որ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Զվարթնոց օդանավակայանում մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 956,400 եվրո չհայտարարագրված կանխիկ գումար։ Դորտմունդ-Երևան չվերթի ուղեբեռների ռենտգեն զննության ժամանակ կանաչ ուղի ընթացակարգն ընտրած 2 ուղևորներ տեղափոխվել են Կարմիր ուղի գոտի լրացուցիչ ստուգման նպատակով։ Զննության արդյունքում Հայաստանի քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել են 578,050 եվրո, իսկ Նիդերլանդների թագավորության քաղաքացու ուղեբեռում 378,350 եվրո կանխիկ գումար, որոնք չեն հայտարարագրվել օրենքով սահմանված կարգով։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները եւ դարձյալ արձանագրել են հիմնարկում առկա խոնավության եւ սանիտարահիգիենիկ պայմանների համակարգային խնդիրները, ընդգծելով, որ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին եւ պահանջում են շուտապույտ լուծում։
Ոստիկանները Մրգաշատ գյուղում քաղաքացիներից մեկի հաղորդման հիման վրա կամրջի տակ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք զինամթերք, 2 կալաշնիկով ինքնաձիգ, 8 հրացան, 3 նռնակ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, սվին դանակ, 808 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Իսկ Արաքսավան գյուղի վարչական տարածքում գտնվող արտեզյան ջրի կայանի հարակից հատվածում հայտնաբերել են կալաշնիկով ինքնաձիգ, ՌՊԿ գնդացիր, որսորդական հրացան, 2 նռնակ պայթուցիչներով, պայթուցիկ սարք, փամփշտատուփ 30 փամփուշտով, ինչպես նաև տարբեր տեսակի զինամթերք։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվ հիմա եղանակի մասին կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեո աշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում, ջերմաստիճանը կբարձրանա մոտ 4-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 21 աստիճան, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 26-ից 29, Լոռիում 19-ից 23, Տավուշում 23-ից 26 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 26-ից 30, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 28-ից 31, Սյունիքի նախալեռներում 18-ից 22 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 10-ից 14, ցերեկը 26-ից 29, երեկոյան 18-ից 20 աստիճան։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է։ Այսօրվա հյուրը Հայաստան կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Այսքանը ժամի գլխավոր թողարկումն էր, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաճելի երեկո։